քիչ է, շատ քիչ է, բոլորը պիտի պատժվեն։ Մեկ շաբաթ առաջ Ճամբարակ Վահան ավտոճանապարհին վրաերթից մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի մոր համար ոչինչ չի նշանակում քննչական կոմիտեի այսօրվա լուրը, թե այս դեպքով վարորդից բացի մի հոգի էլ է մեղադրյալ դարձել ու ձերբակալվել։ Իմ երեխան եթե հակագազով չլիներ, ասես չէր լինի, ինքը ոչ կարողացել տեսնի, ոչ կարողացել լսի։ Պատժում եք ու իզև թող պատժեիք։ Դեպքից հետո Ազատությանը պատմել էին, որ 7 զինծառայող, բոլորը նորակոչիկներ, երեկոյան 9-ից հետո Զորամասից մոտ 200 մետրի վրա ավտոճանապարհին վազելիս են եղել, որովհետև այդպես նրանց պատժել է սպան ճաշարանում աղմկելու համար։ Մեր տեղեկությամբ նրանք զրահաբաճկոնով ու սաղավարտով են եղել, իսկ ժամեր անց դեպքի վայր հասած ընտանիքի անդամներին գյուղացիներն ասել են հակագազով են եղել։ Եթե կասկայով լիներ, բրոնյաժիլետով լիներ, միգուցե վիրավոր կմնար իմ երեխան։ Ենթադրվում է, որ այսօր ձերբակալվածը հենց զինվորներին պատժած սպան է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու հոդվածով։ Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը դեպքից հետո հերքեց, թե զինվորները հակագազով են եղել, բայց ոչ մի բացատրություն, թե երեկոյան ուշ ժամի ինչու զինվորները Զորամասից դուրս չլուսավորված ճամփով վազելիս են եղել։ Եթե հսկողություն լինի, ինչու պիտի սենց բաներ լինի։ Արմենուհի Վարդանյանի խոսքով որդին, որ մինչև բանակ մեկնելը տարկետում ուներ, ծառայության է գնացել սահմանափակումով, նա ըստ մոր չպիտի վազեր ոչ որպես հանձնարարություն, ոչ էլ որպես պատիժ։ Ինքը վազելուց շունչը կտրվում էր, այդպես չէր կարողանում էլի վազել։ Ընդամենը մեկ ամիս ծառայած որդու մահվան պատասխանատու է համարում Վաշտի հրամանատարից մինչև վարչապետ ու Սուրեն Պապիկյան։ Ինքը պիտի պատժվի։ Հրաժարականը քիչ է։ Հրաժարական տա գնա նստի իր տունը, իր երեխեքին պահի ուրախանա։ Ես էլ եմ ուզում իմ երեխեն տեսնեմ ուրախանամ։ 2 օր առաջ պարզվեց, որ Պապիկյանին այս մեղադրանքները զարմացնում են։ Այն որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջին օրերին զինծառայող է սպանվել կամ ինքնասպան է եղել, կախվել, նախադասությունը ամեն օր է լրահոսում հայտնվում։ Նախարար Պապիկյանն այս ողբերգական պատկերին անդրադառնում է արտառոց բառապաշարով՝ ինտենսիվ խտություն։ Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն։ Այս տարվա միայն 8 ամսում բանակում մահվան 14 դեպք է եղել ծառայության հետ կապված։ Կրկնակիից ավելի է սակայն նույն 8 ամսում մահացած զինծառայողների թիվը։ Պաշտպանության նախարարությունն այս դեպքերը համարում է ծառայության հետ կապ չունեցող։ Հենց երեկ հայտնի դարձավ, որ զինծառայող է ինքնասպան եղել։ Պաշտպանական գերատեսչությունը շտապեց տեղեկացնել դեպքը Զորամասում չի եղել, այլ իր անասնաֆերմայում, ուրեմն մահը բանակի հետ կապ չունի։ Ստացվում է, եթե զինծառայողն ինքնասպանություն է գործել Զորամասից դուրս, ուրեմն ողբերգությունը ծառայության հետ կապ չունի։ Այս մոտեցումը իրավապաշտպաններն արդեն քննադատել են, վտանգավոր համարելով այս հրատապ հերքումները։ Միթե հնարավոր է ինքնասպանությունից ժամեր անց պարզել, թե որն էր այդ քայլի պատճառը։ Ով է եկե ինձ ասի մի բան։ Ոչ մեկ։ Արմենուհի Վարդանյանը զինվորական հանդիսավոր երթումից օրեր անց մահացած որդու դեպքի քննության մասին շատ բան է ուզում լսել հենց պատասխանատուներից։ Ասում է, ինձ չի մխիթարի, բայց այս մահերը չպիտի սովորական դառնան։ Երեխուս եթե թշնամին խփեր, ես այսքան չէի տանջվի։ Կասեի գնացել է հայրենիքի համար հողը պահելու, երեխես զոհվել է, բայց ես զոհվել չի։